Ինքն շատ կարևոր է, որ մարդու առողջությունը լինի մտքով, մարմնով եւ հոգով։ Երբ որ դու ապրում ես այդ կանոնների մեջ, դու լիքը քո մարմինը ազատում ես բազմաթիվ խնդիրներից։ Ու այստեղ արդեն քիչ հանդիպում են կռապաշտության ու սնահավատության տարրեր։ Դու ինդիվիդ ես ու ամբողջ հոգևորը ուղղված է հենց քո ներսի ինդիվիդի վրա։ Փրկությունը միշտ համայնքային է։ Միշտ մարդկանց մեջ բան կա, որ բժիշկը ինքը պետք է անհավատ լինի։ Աստված մեզ հնարավորություններ է տալիս եւ ազատություն այդ հնարավորություններից օգտվելու կամ մերժելու այդ հնարավորությունը։ Բոլոր այն պացիենտների համար, ովքեր ուզում են ինչ-որ կյանքի этаպում հանձնվեն, որոնք հրաժարվում են բուժումից։ Ուղղակի մեկ էլ մեռնում ես ու հասկանում ես, որ չզղջացիր, չհատուցեցիր, չգիտակցեցիր, ներում չստացար։ Ողջույն սիրելի ընկերներ, ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյանն է +2000 աստիճանը հիմա Spin Ideas Agency-ում, որովհետև երրում աշխատանք ու եթե դու ես ուզում ունենալ քո ոդկասթը կամ քո հաղորդումը կամ ուզում ես որ քո բիզնեսը վերջապես սկսի եկամուտ բերել, դիմի Spin Ideas Agency-ին ու իրանք քեզ կօգնեն։ Հաղորդումը դուք նայելու եք աշնան վերջ, արդեն երևի եղանակները հով կլինեն, ավելի սենց դեղին մեր սիրոց Երևանյան աշունը կլինի, բայց մենք հուլիսի 15-ին ենք նկարում հաղորդումը, իսկ այսօրվա մեր հյուրը իմ շատ լավ ընկեր, ում հետ բլոգերության ճանապարհի հենց ամենասկզբից իրար հետ միշտ կապի մեջ ենք եղել, լավ մարդ, շատ գրագետ անձնավորություն, պրոդյուսեր, աստվածաբան, երևի աշխարհում միակ մարդն է, ում այդ երկու բառը իրար կողք կպնում է, Թովմաս Առաքելյանը, Թոմ ջան, պրիվետ։ Ողջույն։ Ոնց ես։ Լավ, շատ լավ։ Քո հետ ծանոթությունը մեր շատ հետաքրքիր սկսվեց, երբ որ առաջարկեցինք իրար հետ մենք վիդեոների շարք նկարեցինք։ Այո։ Թմրամոլության, ծխախոտի, ալկոհոլիզմի մասին, դու խոսում էիր հոգևոր տեսանկյունից այդ նյութերի վնասի, ես խոսում էի ֆիզիկական տեսանկյունից ինչ վնաս են հասցնում այդ նյութերը, ու իրանք բավական լայն տարածում գտան հանրության շրջանում, ու միշտ այդ ասույթը կա մեր հասարակության մեջ, կոչվում է հոգևոր առողջություն, հոգևոր առողջությանը հետևենք, հոգևոր առողջությանը հետևենք, կբացատրես ինչա հոգևոր առողջությունը, եթե ունես պատասխանել, իհարկե։ Դե ընդհանրապես ես չեմ սիրում, երբ հոգևորը խիստ առանձնացնում են, ընդհանրապես պետք է դիտարկել մարդուն ամբողջաբար։ Անգլերենում շատ գեղեցիկ բառ ունեն holistic, այդ ամբողջականն է, շատ հետաքրքիր երանգներ ունի, holistic development of human ասում են, մարդու ամբողջական զարգացում, համապարփակ, բոլոր կողմերը նկատի ունենալով։ Այսինքն շատ կարևոր է, որ մարդու առողջությունը լինի մտքով, մարմնով եւ հոգով։ Դրանք խիստ փոխկապակցված են քրիստոնեության մեջ, քրիստոնեական աշխարհայացքում մարդը եռամիասնություն է հոգու, մտքի եւ մարմնի։ Հետևաբար, եթե մենք ունենք մարմնի առողջություն, դա դրսևորվելու է հոգևոր կյանքի մեջ։ Եթե մեր հոգևոր կյանքը անառողջ է, դա դրսևորվելու է մարմնի մեջ։ Հիմա հոգևոր կյանք ասելով մենք սովորաբար նկատի ունենք առաքինությունները, որոնք մեծավ մասամբ խիստ փոխկապակցված են մարմնական մեղքերի հետ։ Այսինքն այն ամենը, ինչ նարգելված է եւ Աստվածաշնչում համարվում է մեղք, դա մեզ վնասող երևույթներն են, այն ինչը մեզ է վնասում։ Երբեմն մեզ թվում է, թե մեղքը Աստծուն է վնասում, բայց մենք ո՞նց կարող ենք Աստծուն վնասել, չէ՞։ Այդ թեմայով ես էլ եմ շատ մտածել, որ պատվիրաններն ես նայում Մովսեսին, որ տվեց Աստված 10 պատվիրան, այնտեղ կա մի շնացիր ու ինչքանով ինքը կապ ունի բանի հետ, օրինակ ֆիզիկական առողջության հետ։ Այդ հայտնի պատմությունը կա, չէ՞, որ Մովսեսը սարից իջնում է, ասում է ժողովուրդ պես հրեաները հավաքված, ասում է ձեզ երկու նորություն ունեմ, մեկը լավ, մեկը վատ։ Որից սկսեմ։ Ասում են դե լավից։ Դե ասում է լավն է, որ կարողացանք պայմանավորվել ու սահմանափակվել 10-ով։ Ասում եմ, բա վատը, ասում եմ մի շնացիր այնուամենայնիվ մտավ 10-ի մեջ, բայց այդ մի շնացիրը ինքը ինչով է վնաս, ինչով է ինքը մեղք։ Ընդհանրապես մեղքը շատ հստակ երևույթ է։ Հիմա ես եթե ձեռքս դնեմ այս սեղանին ու մուրճով հարվածեմ ձեռքիս, դա մեղք է։ Վնասում է քեզ, ինքն վնասում է։ Հենց այդ վնասում է մարմնին, հոգուն ու մտքին։ Ինչու է շնությունը մեղք։ Ինքը թե ինչքան է մարմնին վնասում երևի ձեր մասնագիտական զուտ փորձից ամեն օր դրա հետ ենք առնչվում։ Ինձ լավ գիտեք, բայց ինքը նաև շատ հոգևոր վնաս ունի ու մտավոր վնաս ունի։
Ու ոչ միայն դա, օրինակ որգրամոլությունը համարվում է մահացու վերք, վահացու մեղք, որգրամոլությունը բերում է տասնյակ հիվանդությունների, որոնք մարմնին կոնկրետ մեծ վնաս են հասցնում։ Բայց ինչքան հիվանդությունների բերում նախանձը բերում է մարմնական կոնկրետ ցավերի ու խոցերի ու տառապանքի, այսինքն նյարդային, ոչ միայն նյարդային, բայց այդ ընդհանրապես սարսափելի նեգատիվ այդ զգացողությունները իրենք մաշում են մեր իմունիտետը, իրենք ստրես են իմունիտետի համար։ Մենք հիվանդություններ ունենք, հիվանդությունների մեջ շարք ունենք, օրինակ նեյրոգեն միզապարկը, որ մարդը անընդհատ զուգարան գնալու ցանկություն ունի, բայց ոչ մի օրգանական խնդիր չկա, դա հենց կապվում է տագնապայնության, այդ ու իրանք հենց հոգեբուժական բուժումներ են անցնում։ Կա SRK, հիմա այդ մի քիչ փոփոխվել է այդ դիագնոզը, թողներ են գաստրոենտերոլոգները, սինդրոմ раздражённого кишечника, երբ որ մարդը անընդհատ ուզում է գնա պետքարան, ու դա գալիս է իր նյարդահուզական ֆոնից, այսինքն նույն մաշելուց, նույն հուզական տարբեր խանգարումներից, ու երբ որ դու ավելի լավ ես ուսումնասիրել թե Աստվածաշունչը, թե հոգևոր խոսքը, բայց երբ որ դու նայում ես, դու հասկանում ես, որ երբ որ դու ապրում ես այդ կանոնների մեջ, դու լիքը քո մարմինը ազատում ես բազմաթիվ խնդիրներից։ Իհարկե, այսինքն նախ Աստվածաշունչը տալիս է հսկայական կամքի ուր, այսինքն լինել քրիստոնյա նշանակում է ամեն օր մարզել կամքի ուժը, կամ չլինել քրիստոնյա։ Կամքի ուժը բերում է չափավորության, համբերության, խաղաղության, հանգստության, աղոթքը բերում է այդ յուրահատուկ ներդաշնակ վիճակին, երբ որ ընդհանրապես առողջ նյարդային համակարգը 21-րդ դարում երևի թե հիմնական նախադրյալներից է առողջության։ Վերջին հաշվով օրինակ ես շատ հաճախ փոքրուց մեզ ասում էին տաք հագնվի, որ չհիվանդանաս, երկար ժամանակ չէի հասկանում այդ ինչ կապ ունի, էլի տաք հագնվելը հիվանդանալու հետ, հետո քիչ հասկանում ես, որ դա նաև շատ հիվանդությունների աղբյուր կարող է դառնալ անդադար տաք հագնվելը, ու հակառակը, երբ որ դու օրգանիզմդ սովորեցնում ես նրան, որ ցուրտը քո համար չպիտի լինի ստրես, դու սովորում ես ցրտին, դու չես, կարծեմ թե մենք ստրեսից ենք դողում, ոչ թե ցրտից, այդ դողալը ինքը արդեն վերջավորությունը ամեն դեպքում գրգռվում է, մկանները կծկվում, ստրեսից, մկանների ֆիզիկական կծկում է տեղի ունենում, որովհետև մրսելը քո համար արդեն տենց չոր տարօրինակ նյարդային բան է, այսինքն ինքը դիսկոմֆորտ իրավիճակ է, կան մարդիկ, որ ցրտից չեն մրսում, բայց դա արդեն մկանների մարզվածության աշճանից էլ է, էլի գալիս, բայց ամեն դեպքում ցուրտը զգում են։ Մենք ցուրտը զգում ենք մեր մաշկի վրայի նյարդային վերջավորությունների այնտեղ տարբեր զգացողական նյարդեր ունենք։ Դե ինչքան դու կոփվում ես, այդքան քիչ է դա քո համար ստրես։ Ցուրտը մյուս բոլոր իրողությունները ու քիչ դու մարզվում ես հոգեբանորեն, մարզվում ես մտքով, մարմնով, հոգով ու շատ փոխկապակցված է։ Այդտեղ շատ հետաքրքիր մի բան կասեմ, մենք մի անգամ ես ու դու զրույց ունեցանք, երբ որ ես բացի քրիստոնեական հոգևոր արժեքներից, նաև այլ նույնը դու հետաքրքրում ես, ու երբ որ խոսքը գնաց բուդդայականության մասին, դու ասացիր շատ էգոիստ փիլիսոփայություն է, էգոիստական, երբ որ այնտեղ մասա չկա, կա մի անձնա, դու ինդիվիդ ես, ես քո խոսքերը լավ հիշում եմ, էլի, դու ինդիվիդ ես ու ամբողջ հոգևորը ուղղված է հենց քո ներսի ինդիվիդի վրա, բայց նույնը ինչ որ բուդդիզմի կանոններն է, հա, այսինքն օրենքներն է, դու նայում ես, էլի ինքը բերում է թե մարմնի ֆիզիկական, թե մարմնական, թե մտքի հանգստության, բայց այդտեղ արդեն գաղափարը նրան է, որ հասարակության հետ ինքը հասարակության համար չի, առանձին մարդ արարածի համար է։ Իսկ քրիստոնեությունը տես չի դիտարկում մարդուն որպես առանձին ինդիվիդ։ Նախ քրիստոնեության մեջ մշտապես շատ մեծ դեր ունի համայնքային կյանքը, այսինքն առանձին մարդ այդպես ինքն իրեն իրապես չի կարող փրկվել, այսինքն փրկությունը միշտ համայնքային է։ Դու գալիս ես եկեղեցի, համայնք մասնակցում ես պատարագի, համայնքի մեջ փրկվում ես։ Եթե դու պատարագի չես մասնակցում, տանը նստած ես, մենակով ես, առանց քահանա, տեսեք հիմա շատ հաճախ կա այսպիսի մի ընկալում, որ գալիս է Հայաստան նաև Եվրոպայից կամ ԱՄՆ-ից շատ հաճախ այսպիսի ընկալում, որ ինձ քահանա պետք չի փրկվելու համար։ Ինձ միջնորդներ պետք չեն, ես ինքս կփրկվեմ։ Այս այստեղ չէ, դու բացում ես Աստվածաշունչը, տեսնում ես, որ այնտեղ չկա հայր իմ աղոթք։ Հայր մեր, հա։ Հայր մերը, որովհետև ի սկզբանե քրիստոնեությունը համայնք է։ Կնքահոր ինստիտուտը ես վերջերս տեսանյութ տեղադրեցի, որտեղ խոսում եմ նրա մասին, որ կնքահոր ինստիտուտը երկու առանձին ընտանիքների միավորելու մասին է։ Ոչ թե նրա մասին, այո, համայնքի մեջ կապ ստեղծելու,
հաղորդելու համայնքը իրար հետ։ Հիմա հետաքրքիր տենդենց կա, որ առաջ քավոր, հա, կնքահայր ընտրում էին տարիքով մեծ ինչ-որ իմաստուն մարդկանց բան, հիմա պարտադիր չի, չէ, իսկ հիմա մարդիկ ընտրում են իրենց ընկերներին, իրենց շատ մտերի մարդկանց, ում հետ չունեն ազգակցական կապ, բայց ուզում են ստեղծել այդ կապը։ Իրականում դա էլ խնդիր չէ։ Ես խնդիր գիտեմ, որ դա կապ չի, ուզում եմ քո ասածի միտքն եմ շարունակում, որ մարդու հետ ուզում է կնքահորով ստեղծի ազգակցական կապ։ Այո։ Իրանք մանկությունից իրար հետ մեծացել են, արյունակցական կապ չունեն, իրար հետ ավելի մտերիմ են, քան արյունակցական բոլոր բարեկամները։ Մեկը երեխա է ունենում, մյուսը դառնում է կնքահայր, այդ ընտանիքները կապվեցին իրար հետ այդ հոգևոր արդեն կապով։ Հնում, շատ հնում, այնպես չի իմաստուն մարդու խնդիր կար։ Հոգևոր դաստիարակի դեր ընդհանրապես բավականին ուշ սկսեց քավորությունը ստանալ։ Հնում, երբ որ եկեղեցին հալածվում էր, քավորը կամ կնքահայրը ինքը վկան էր։ Օրինակ, եթե անծանոթ մարդ էր գալիս ուզում էր մտներ համայնք, ասում էր ես քրիստոնյա եմ, մկրտված եմ, որպեսզի հանկարծ դրսից ինչ որ մարդ չմտնի, որ համայնքից տեղեկատվություն հանի դուրս, հալածանք բերի իրենց գլխին եւ այլն, պարտադիր ասում էին այ քո կնքահայրը ով կարող է վկայել, որ դու մկրտված ես։ Թեկուզ մկրտվել ես ուրիշ եկեղեցում, մկրտվել ես ուրիշ համայնքում, բայց վկատ ով է։ Եվ վկան լինում էր համայնքի կողմից ճանաչված հայտնի քրիստոնյա մեկը, ասում էր ին վկան ինքն էլ ասում էր այո ես եմ մկրտվել։ Դրա համար այնպես մարդ էին ընտրում, որը ավելի տենց բան։ Այո, որը ավելի հայտնի էր համայնքում, պատարակներին էր մասնակցում եւ այլն։ Այսինքն քրիստոնեությունը ձևավորում է համայնքներ։ Այդ համայնքի մեջ մարդիկ ավելի ապահովված են դեպրեսիայից, իրենք մշտապես այդ համայնքային կյանքում ունեն շատ կարևոր փրկողակներ, անդադար էմոցիոնալ կապ ու մենք տեսնում ենք, որ ինչքան շատ են մարդուն առանձնացնում ու բետոնե վանդակների մեջ փորձում այսպես պահել անդադար ինտերնետով, սոցցանցերով, Older Huxley Օջիվնի նովի միրն է, էլի մարդիկ փակված ինչ որ ու դու հասկանում ես, որ այդտեղից հսկայական դեպրեսիայի աճ, հսկայական առողջական խնդիրներ, հսկայական ամենատարբեր ոլորտներում խնդիրներ ու շատ հետաքրքիր մարդը քայքայվում է։ Պատարակի ծիսակարգը հիշեցի, առաջ անգամ շատ էի զարմացել պատարակի ժամանակ, որ պատտվում ես կողքինիդ, գրկում ես, համբուրում ես, փոխանցում ես, հա, ինքն էլ է, էլի տենց կապ ստեղծում, դու չես ճանաչում կողքդ ես, ոսով այս մարդը, որ ես հիմա պիտի պատտվում գրկեմ, հա, ու ինքը հենց այդ հոգևոր կապը պատարակի ծիսակարգում ծեցվում, որ հիմա ասում են, չէ, սոցիալական ցանցերը մարդկանց կապում են եւ այլն, դարեր շարունակ եկեղեցին եղել է մարդկանց իրապես համայնքներ ձևավորող, միավորող, միասնականության, մանավանդ Սփյուռքում շատ հրաշալի դրսևորումներ ունենք։ Արիոտես, որ սոցիալական ցանցերը միայն հեռացրին մարդկանց իրանցից ու այսօր նույնիսկ մարդիկ հետաքրքրություն չունեն իրար նկատմամբ, ես հիմա նկատում եմ շատ տարածված է Հայաստանում, ես էլ ինքս մեկ անում եմ դա, որ արդեն դու ոնց որ անկեղծ հետաքրքրություն չունես, որ հարցնես ոնց ես, ու նաև գիտես, որ մարդը տենց որպես կանոն շատ հետաքրքրված չի պատասխանում այդ հարցին, դե ոնց ես, լավ եմ, դարել են ինչ-որ տեխնիկական բան ու հիմա արդեն մեկ էլ գրում են հուսով եմ լավ ես։ Այսինքն արդեն հետաքրքրությունը անթակույց չկա։ Հուսով եմ լավ ես, եթե լավ չես, դե ինչ հարած էլի, ես չեմ կիսելու քո ցավը։ Հետաքրքիր բան ասցիր համայնքի մասով, ճիշտ է բժշկությունից պետքա խոսենք, տես որ ասում եմ չեմ պատրաստվում, սենց է լինում։ Բժշկությունից պետքա խոսենք, բայց համայնքի բավ ես միշտ մի հատ հետաքրքիր իմ համար նկատառում եմ արել, որ դարեր շարունակ, երբ որ մենք եղել ենք ես միշտ Օսմանյան կայսրությունն եմ էլի օրինակը բերում, Օսմանյան կայսրության տիրապետության տակ գյուղ է եղել հայկական, կողքը 10 հատ թուրքական գյուղ, գյուղում եղել է մի հատ եկեղեցի, եկեղեցին ունեցել է մի հատ քահանա ու անհնար էր առանց եկեղեցու, ինձ թվում է որ 10 գյուղը չի կլանել մեր հայկականը ու մենք չենք դարել այդ հայկական գյուղն էլ չի դարել թուրքական, էդի գյուղի մեջտեղը գտնվող եկեղեցու է քահանայի այդ եկեղեցու բակի, որտեղ մարդիկ երեկոյան հավաքվում, իրար հետ զրուցում էին, խաղողորներ էին իրար հետ անում եւ այլ, այդ ինստիտուտի շնորհքն է, ասենց ասեմ, որ ինքը կարացել է կատարի մեր խոսույթում սովետական տարիների ակադեմիական շրջանակներից մի տենդենց մտավ անդադար խոսել եկեղեցու անցյալ փառքի մասին, այ արելա, սենց բաներ արել։ Այ երբ պետություն չունեինք, սենց բաներ արել է։ Օսմանյան կայսրության տարիներին էսպիսի բաներ արել, պարսկական կայսրության միշտ խոսել անցյալի մասին, բայց մենք մոռանում ենք, որ եկեղեցին հենց այսօր, հենց այս պահին դա անում է մեր Սփյուռքի համայնքներում։ Ինչու ենք մենք օրինակը բերում միշտ անցյալից։ Այսօր դուք ճամփորդում եք շատ, վերջերս եք ուղարկում ինձ Սփյուռքում հայկական եկեղեցու օրինակներ,
հենց հիմա Սփյուռքի մեջ ես որ գնացի տեղ պատարակ էր, լեփլեցում եկեղեցի, Կիշինյովի հայկական եկեղեցին 10000 մարդ է բնակվում ու հետաքրքիրն է եկեղեցու շնորհիվ 10000 մարդ իրար ճանաչում է։ Այդ 10000 իրար գիտեն, իրար հետ փող գործակցում են, իրար հետ ամբուստանում են, բիզնես են բացում, սովորում են, բոլորը գիտեն բոլորին։ Ու հենց այդ մի հատ Կիշինյովի 2 հատ չնայած եկեղեցին են, բայց դա է գործող Կիշինյովի հայկական եկեղեցու շնորհիվ է ուտենց բազմաթիվ եկեղեցիներ աշխարհի տարբեր տեղերում։ Ես վերջերս Մեծ Բրիտանիայում պատիվ ունեցա մասնակցելու հայկական փառատոնին, Armenian Summer Fest են անում ամեն տարի, որը կազմակերպում է Մեծ Բրիտանիա եւ Իռլանդիայի հայոց թեմը, հայ առաքելական եկեղեցու այնտեղի եպիսկոպոսը, կազմակերպում են քահանաների հետ, շատ հետաքրքիր մի փառատոն, որտեղ հայերը հավաքվում են, իրար հետ հաց են կիսում, հայերեն զրուցում են, ուրախանում են, մշակութային, հոգևոր շատ հետաքրքիր մի փառատոն ու ամեն օր նույնը։ Այսինքն հայապահպանության առաքելությունը հայոց եկեղեցին հիմա էլ է շարունակում անել, բացի դրանից մենք ընդհանրապես բոլոր հոգևորականները ճեմանում մշտապես սովորում են, որ հայոց եկեղեցին ունի հոգեփրկչական եւ ազգապահպան կարևոր առաքելություններ երկու թև։ Ու սա մեզ համար շատ կարևոր է։ Անցնենք բժշկությանը, մենք այս թեմայով հələ կհանդիպենք եւ այդ երկար խոսանք, որովհետեւ ինքը շատ հետաքրքիր թեմա է, որովհետեւ եկեղեցին նոր սերունդը եկեղեցու հետ ավելի կապված է, ու եթե ժամանակին գնում ենք պատարակների, եկեղեցիները սենց լեփլեցուն չեն եղել։ Մեկ գնում եմ եկեղեցի, տեսնում եմ եկեղեցում տեղ չկա, որ դու կանգնելու տեղ գոյություն չունի, որ դու պատարակին կարողանաս մասնակցել կամ տեր հայրը, որ եկեղեցին պատարակը անցկացնում է, միկրոֆոնով է ելույթ ունենում, որովհետև վերջում չեն լսելու իրան, շատ տենց հետաքրքիր տենդենս է։ Մեր հայկական իրականության մեջ մենք ունենք հոգևորականներ, որոնք աշխարհահռչակ հոգևորականներ ենք ունեցել, որոնցից մեկը Գրիգոր Նարեկացին է։ Պատիվ ունեմ նաև աշխատելու իր անվան բժշկական կենտրոնում, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում, ու Գրիգոր Նարեկացի հանրահայտ ստեղծագործությունը, որը վերջերս մի հատ շատ ուժեղ ռուս գրականագետ դասակարգել էր որպես աշխարհի 10 հզորագույն ստեղծագործություններից մեկը, ճիշտ է, ինքը ազգությամբ հայ էր, բայց իր խոսակցականում ինքը հենց Գրիգոր Նարեկացուն առանձնացնում էր մատյան ողբերգությանը, որ առանձնացած որպես աշխարհի գրված 10 հզորագույն ստեղծագործություններից Չէ, դա միայն նա չէ, ընդհանրապես օբյեկտիվորեն, եթե դուք նայեք ամբողջ աշխարհում, ամենատարբեր ժամանակների դեպ Գրիգոր Նարեկացին միշտ հանդիպում է, ընդ որում մեր այդպեսին համաշխարհային թափ ունեցող ստեղծագործություն է, ու մի բան էլ շատ կարճ ասեմ, երբ մենք շատ ոգևորվել էինք, որ կաթոլիկ եկեղեցին հռչակել էր Նարեկացուն որպես տիեզերական վարդապետ, իրականում այդ այնպես չի, որ կաթոլիկ եկեղեցին մեզ լավություն էր արել կամ Գրիգոր Նարեկացուն բարձրացրել էր։ Պետք է շատ հստակ ընկալում ունենալ, որ կաթոլիկ եկեղեցին բարձրացավ այն աստիճանի, որ կարողացավ հասկանալ ու ընթերցել ու հասնել Գրիգոր Նարեկացուն։ Բայց մենք Գրիգոր Նարեկացու ստեղծագործությանը Նարեկին կամ իր իսկական անվանումը որպես մատյան ողբերգության տալիս ենք միստիկ նշանակություն։ Պացիենտներ ունենք, որ վիրահատությունից առաջ Նարեկը դնում են բարձի տակ կամ հետս կարան վիրահատարան վերցնեմ։ Ինչ կասես այս առումով ունի Նարեկը այն միստիկ էֆեկտը, թե Նարեկը կարդալով պետք է հասնել այդ առողջությանը, ոչ թե Նարեկը ձեռքի տակ պահել, որովհետև շատերը Նարեկը ամեն տեղ պահում են մեքենայում, չգիտեմ, պայուսակում, բայց տող կարդացած կարող է հնարավոր չլինեն հենց։ Ես գամ ընդհանուր օրինաչափություններից։ Նախ պիտի ասեմ, որ քրիստոնեության մեջ դա մշտապես կա, որ կան հրաշքներ ու սրբերի հետ կապված այդ հրաշքները միշտ եղել են։ Շատ վաղնջական ժամանակներից սկսած սրբադասման կարգը, երբ ինչ որ մարդուն պիտի հռչակեին սուրբ, ուներ մի քանի հստակ նախապայման։ Բացի նրանից, որ ինքը պետք է հստակ մեծ ներդրումն ունենար եկեղեցական կյանքի մեջ, վկայություն լիներ իր առաքինության, իր սրբակենցաղ կյանքի եւ այլն, եթե իհարկե նա նահատակ չէր։ Նահատակներին հեշտ է, թե մարդ իր կյանքը տվել է հանուն Հիսուս Քրիստոսի, արդեն ինքնըստինքյան դա հիմքեր սրբադասելու։ Բայց եթե մարդը չի նահատակվել, ապրել է, հիմա ոնց հասկանաս այդ մարդուն պետքա սրբադասել, թե չէ։ Այդ սրբադասելու նախապայմանը եղել է նաեւ հրաշքները։ Նախապայման կար այդ մարդու գերեզմանի մոտ, այդ մարդու մասունքների մոտ, այդ մարդուն դիմելով հրաշքներ եղել են թե չէ, հրաշքների վկայություն կա թե չէ։ Եվ որպես կանոն սրբադասում էին հենց այն մարդկանց, որոնք հրաշքներ էին գործում, այսինքն դա բնականոն մասն էր քրիստոնեական կյանքի։ Սրբերը իրապես բժշկում են,
սրբերի աղոթքները իրապես ունեն զորություն, բայց այստեղ պետքա բաժանել երկու մասի։ Մի մասը իհարկե աղոթական կյանքն էր, երբ դիմում էին սրբի բարեխոսությանը։ Այստեղ պետք է հասկանալ, որ այո, մեր քրիստոնեական ընկալմամբ եւ դա ունի բազում հիմքեր Աստվածաշնչում, կարելի է դիմել սրբերի բարեխոսությանը։ Չէ՞ որ մենք տեսեք, մենք կարող ենք չէ աղոթել իրար համար։ Հիմա մենք հասկանում ենք, չէ, Աստծո համար մեռած մարդ չկա։ Բոլորն էլ Աստծո համար ողջ են։ Բոլոր մարդիկ։ Այսինքն մահը այդ մեզ համար է բաժանարար։ Աստծո համար կան մարդիկ, որոնք այլևս իր մոտ են հաղթանակած եկեղեցի կա եւ պայքարող եկեղեցի կա։ Պայքարող եկեղեցին։ Մենք ենք հաղթանակած եկեղեցին, սրբերն են։ Բայց մենք բոլորս Աստծո համար մի համայնք ենք։ Հիմա ես էլ եմ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Սուրբ Գրիգոր Նարեկացին էլ է հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ։ Հիմա ես կարող եմ օրինակ վատ դրության մեջ լինել ու դիմել մեր սրբակենցաղ հոգևորականներից մեկին, ասել հայր Սուրբ, կլինի աղոթեք ինձ համար։ Ընդհանրապես նորմալ է, չէ՞։ Եվ ես հավատում եմ, որ եթե ինձ համար ինչ որ մարդիկ աղոթում են, շատ հնարավոր է, որ իմ աղոթքով, այդ մարդկանց աղոթքով, շատ մարդկանց աղոթքով իմ խնդրանքը հասնի Աստծուն եւ ինչ որ բժշկություն լինի։ Նույնն էլ հիմա ես հավատում եմ, որ իմ համայնքի ներկայացուցիչ Սուրբ Գրիգոր Նարեկացին է։ Ես կարող եմ դիմել Նարեկացուն, խնդրել, որ ինքը իմ համար աղոթի։ Դա կաթոլիկ եկեղեցում շատ ընդունված կարգ է, չէ՞, Փրկնոջ սրբեր աղոթում են, հա, չէ, այնտեղ պրոստը մարդիկ կան, որ ասում են իմ սուրբը օրինակ, չգիտեմ, սուրբ, չգիտեմ, ինչ որ անձնավորություն է, որը հա, մարդիկ ասում են մենք մեր սուրբը ունենք, ասենք օրինակ ինչ որ բան, հա։ Հիմա մենք դիմում ենք որպես սրբերը մեզ համար աղոթեն, մենք անշուշտ շարունակում ենք նաև ինքներս աղոթել Աստծուն, այսինքն դա միջնորդություն չի, մենք էլ ենք աղոթում, սրբերին էլ ենք խնդրում։ Մարիամ Աստվածածինն էլ մեզ համար աղոթում է, մշտապես աղոթում է։ Բայց ինչ պիտի անի երկնքի արքայության մեջ։ Պարզ է, որ աղոթում է։ Է չի կարելի խնդրել, որ մեզ համար էլ աղոթի։ Սա էս մասով։ Երկրորդը Գրիգոր Նարեկացու Մատյանի մեջ հենց սկզբից խոսում է այն մասին, որ այս մատյանը գրվել է որպես ցավերի բժշկման, հիվանդությունների ամոքման, աղոթքների գիրք, այսինքն դա ի սկզբանե դրվել է։ Եվ Նարեկացին մատյանի մեջ շատ ասում է, ով որ կարդա այս մատյանը, թող որ բժշկվեն իր ցավերը, ներվեն իր մեղքերը եւ շատ ու շատ այսպիսի հատվածներ կան, որոնք խոսում են հոգու, մարմնի եւ մտքի բժշկության մասին։ Բժշկության թեման շատ հաճախ հանդիպում է Նարեկացու մեջ, այնտեղ կան բժշկության աղոթքներ եւ այլն։ Այնուամենայնիվ, ինչ որ փուլում այս գաղափարները սկսեցին ծայրահեղականացվել։ Մարդիկ սկսեցին ինչ որ բառ հորինվեց Նարեկա բուժություն, հա։ Ու այստեղ արդեն քիչ հանդիպում են կռապաշտության ու սնահավատության տարրեր, շատ տարրեր։ Որը հենց 10 պատվիրաններից առաջինի մենք այսինքն քիչ վերցնում ենք լրիվ ճիշտ գաղափարը, այո, կարելի է աղոթել, կարելի է խնդրել Նարեկացու բարեխոսությունը։ Աղոթել կարելի է քո բառերով, աղոթել կարելի է Նարեկացով։ Մարդ կա, սիրում է աղոթել շնորհալու աղոթքներով։ Այդ աղոթքները որակական տարբերություն չունեն։ Ուղղակի Նարեկացու աղոթքի մեջ կա էմոցիոնալ այնպիսի հսկայական թռիչքներ, որ դու ինքդ այդ բառերով կարողանում ես ապրել, այսինքն ապրումա բերում է աղոթքը։ Երբեմն մեր ապրումը կարող է բերել, որ մենք ինքնուրույն շատ հրաշալի աղոթք անենք, բայց երբեմն հակառակն է, հրաշալի աղոթքը կարող է մեզ բերել այդ ապրումի։ Այսինքն շատ հաճախ լինում է դու Նարեկացի կարդում ես լրիվ ինչ որ աշխարհիկ, խառը, վատ, նեղված, ինչ որ լրիվ ուրիշ էմոցիոնալ դաշտով, ոչ աղոթական էմոցիոնալ դաշտով։ Ընդամենը մի քանի րոպե հետո Նարեկացին քեզ հավաքում է, կտրում է, բարձրացնում, վեհացնում, խաղեցնում, կտրում, ամոքում, ուղեղդ, միտքդ կենտրոնացնում աղոթական վիճակի վրա, հանում երկինք, կտրում ամեն ինչից, բերում լրիվ յուրահատուկ ընկալման մեջ։ Ու այդ աղոթքը Աստծուն լսելի է, որովհետև միտքդ այդ աղոթքի բառերի հետ սիրտդ կենտրոնացած, նույնիսկ Գրիգոր Տաթևացին ասում է, այ ինչպես խունկը, մինչև տակ ածուխի վրա չես դնում, ծուխ չի բարձրանում, այդպես աղոթքը մինչև տակ ջերմ սրտի վրա չդնես, Աստծուն չի հասնի։ Այդ աղոթքի պահը բայց հասկանալի է, բայց մարդիկ իրան միստիկ բան են տալիս։ Այստեղ գալիս է այն ինչ որ քրիստոնեությունը միշտ մերժել է, այդ միստիկան, այդ մնացած բոլոր երևույթները։ Քրիստոնեությունը երբեք չի մերժել միստիկան։ Հա։
Հա, ես ում սխալ եմ Միստիկան քրիստոնեության հիմքն է։ Մենք դա երբեք չենք մերժում։ Միստիկա խորհրդավորությունը եւ այլն, այսինքն դա խնդիրը ուրիշ բան է։ Խնդիրը ոչ թե միստիկան է, այլ այդ միստիկան պարտադրելը։ Հա։ Այլ այդ միստիկային հասնելը մեխանիկական ճանապարհներով։ Դու չես կարող Սուրբ Հոգուն պարտադրել անել ինչ-որ բան, ինչ-որ մեխանիզմներ իրագործելով։ Հիմա տեսեք ինչ են ասում նարեկաբուժությամբ սխալ զբաղվողները։ Տալիս են աղոթք, ասում են, այս աղոթքը պետքա կարդաս 9 անգամ, որ գլխացավն անցնի։ Փորացավի համար կա ուրիշ աղոթք։ Սա կարդում ես 16 անգամ, անցնում է 17 անգամ։ Այս աղոթքը մի օրում պետք է 16 անգամ կարդամ, թե մի շաբաթում կարամ կարդամ, թե իրար հետևից, թե ինչ-որ sense։ Արդեն այստեղ մենք մտնում ենք։ Ռեցեպտ էլի, ուտելուց հետո, ուտելուց առաջ։ Սա միստիկա չի, սա արդեն մեխանիկա է։ Մեխանիկական ճանապարհով դու չես կարող Սուրբ Հոգուն գտնել։ Մեխանիկական ճանապարհով չես կարող։ Կարող է մի անգամ ասես Տեր ողորմյա ու հոգիդ ցնծա, մի անգամ կարող է ասես շատ կարճ մի փոքրիկ աղոթք ասես եւ բժշկությունը տեղի ունենա, բայց կարող է 88 անգամ նարեկացի կարդաս անջատված, վատ հոգեբանությամբ, վատ մտքով, վատ սրտով, չընկալես ինչ ես կարդում։ Ուղղակի պիտի կարդաս 50 հատ պիտի կարդաս, պիտի։ Դե այդտեղ աղոթք չկա, այդտեղ հոգեվոր կյանք չկա, այդտեղ Գրիգոր Նարեկացին չկա։ Ես գիտեք ինչ ծափեր է։ Այս ծափերով ծնվում է Spin Ideas Agency նոր պրոյեկտը, Spin Ակադեմիան։ Դու օրինակ ուրոլոգ ես ու ամբողջ կյանք անում ես թլպատում կամ հաստոցաշինական գործարանում հաստոցի առաջ ես աշխատում, ասում ես Տեր Աստված, բայց ինձ պետք էր մի հատ նորմալ մասնագիտություն չկա, որ ես ունենամ։ Եկել է ժամանակը, որ դու օրինակ Spin Ակադեմիում սովորես graphic design, YouTube marketing, YouTube producing կամ SMM, ձեռք բերես նոր know-how մասնագիտություն, հանձնես քննություն, ստանաս սերտիֆիկատ, line networking ձեռք բերես ու դրա հետ մեկտեղ ունենաս աշխատանքային պրակտիկա ու նաև աշխատանքի առաջարկ։ Տենում ես հեռախոսի համարը։ Այմա պաուզատուր, գրի, զանգի, արի Spin Ակադեմի ու սկսի քո կյանքի նոր ուղին։ Իսկ ես գնամ թլպատում անեմ, քանի Spin Ակադեմիից ինձի հետ չեն զանգի։ Չորրի սպիսիկ են գցե արա, չգիտեմ։ Թոմ, իսկ չես մտածում, թե հարցի մյուս կողմը կա, երբ որ կա ապացուցողական բժշկության պոստուլատ, որ օրինակ այս վիրահատությամբ հիվանդը 100%-անոց բուժվում է, բայց հիվանդն ասում է, չէ, ես չեմ վիրահատվում, ես գնում եմ նարեկացուն կարդամ ու բուժվեմ։ Մեդալի մյուս կողմն է։ Մենք այնքան ենք սիրում ասել, ես հույսս Աստծո վրա եմ դրել, բայց այդ Աստծո վրա հույս դնելուց պետք է չդադարել լինել խելացի ու օգտագործել այն ամբողջ հնարավորությունները, որ Աստված տվել է ու շարունակում է տալ։ Մի փառահեղ պատմություն կա, երբ մարդն ընկնում է ճահճի մեջ ու սկսում է խորտակվել։ Հավատավոր մարդ է, քրիստոնյա մարդ է, աղոթք է անում։ Ու քիչ խորտակվում եմ, եկել տեսնում է անցնող մի մարդու, ասում է ձեռքը տուր օգնեմ դուրս գաս ճահիճից, չէ, ասում է, ես հիմա աղոթք եմ անում։ Աստված ինձ կօգնի, դու գնա։ Անցնում է երկրորդը, էլի ասում է ձեռքը տուր հանեմ ճահճից խորտակվում ես, չէ, որ չէ, ես աղոթք եմ արել, ինձ Աստված օգնելու է, դուք ինձ մի խանգարեք, ես Աստծով եմ ապրում։ Երրորդը, չորրորդը ոչ մեկի օգնությունը չի ընդունում, ես աղոթք եմ արել, ես փրկվելու եմ, խորտակվում մեռնում։ Դե բնականաբար անմիջապես այսպես հայտնվում է Աստծո առաջ, շատ զարմացած, ապշած, բայց չէ որ դու ասել էիր, որ եթե մենք աղոթքով քեզ դիմենք, դու մեզ օգնելու ես, դու մեզ փրկելու ես, ես քեզ աղոթեցի, դու չեկար, ասում է 3 մարդ ուղարկեցի քո մոտ։ Դու չփրկվեցիր։ Ես ինչ կարող եի անել։ Այսինքն հիմա մենք ինչ ենք ուզում անել, այստեղ շատ կարևոր է մենք ուզում ենք որ Աստված մեզ օգնի, թե մենք ինչ որ զուտ սնափառություն ունենք, ուզում ենք բավարարել։ Թե մենք ուզում ենք անգործությամբ, ծուլությամբ, ոչ մի բան չանելով, ոչ մեկին չվստահելով, պարկենք Աստված մեզ օգնի։ Այդպես չի լինում։ Աստված մեզ հնարավորություններ է տալիս եւ ազատություն այդ հնարավորություններից օգտվելու կամ մերժելու այդ հնարավորությունը։ Աստված միշտ ներկա է մեր կյանքում, բայց հնարավորություն է տալիս, որ մենք լինենք ազատ։ Աստված մեզ այնքան է սիրում, որ թույլ է տալիս մեզ լինել ազատ։ Այդ ազատությունը ենթադրում է խելացիություն։ Հիմա
հոգևոր կյանքը եւ բժշկական կյանքը իրենք իրարամերժ երկու ճանապարհներ չեն։ Ես չեմ ճանաչում բժիշկ, որը ես միշտ մտածում եմ կներես 1000 անգամ քեզ ընդհատեցի, 1000 անգամ կներես։ Միշտ մարդկանց մեջ բան կա, որ բժիշկը ինքը պետք է անհավատ լինի։ Ատե կարող է սովետական մնացու։ Ես չեմ տեսել առանց խորը հավատի մասնագետ։ Դե ընդհանրապես որովհետև բժիշկները այնքան հրաշքներ են տենում իրենց կյանքում ու այնքան են դու չես պատկերացնում մեկ դու վիրահատարանում մտքումդ ասում ես լավ աստված չնես այս մի հարցում էլ օգնես մարդուն էլ օգնենք ոնց որ դու գիտելիքը ստացել ես կամ ամեն ինչ անես բայց մեկը դու այդ ուժի կարիք ունես հիմա կարող է սկեպտիկներ լինեն որ այ բժիշկը բան բայց այդ արժեքը այդ հոգևոր չէ այդ հավատը որ քո մեջ կա որ դու վստահ ես որ դու կարաս անես որովհետև Աստված պետք է կանանց, բավարար գիտելիքներ, բավարար ձեռներ տվել, որ այդ ամեն ինչը իրագործես, դու իրագործում ես։ Ու ես շատ էի զարմանում, որ տեսնում եի պրոֆեսորներ խիստ հավատացյալ, պրոֆեսորներ, որ Կիրակի օրերը պատարագի են գնում, մարդիկ, ովքեր տեսել եմ նույնիսկ Ռուսաստանում քրիստոնյա չէին, մուսուլման էին։ Բժիշկներ, որ լուրջ հոգևոր կյանք, մենք բժիշկներ ունենք, որ 5 անգամ նամազ էին անում։ Բայց այդ մարդը մեծացել է, ասենք, այդ կուլտուրայի մեջ, Դաղստանում է մեծացել է ինքն էլ ազգությամբ այն ազգերից է, որ իսլամ են դավանում, բայց այդ մարդն էլ էր հավատացել, 8 հունդ հավատացյալ։ Դա մի հատ ժավշտալի պատմություն պատմում, այդ բժիշկներից մեկ ունենք, շատ հավատացյալ մուսուլման անձնավորություններ, որ վիրահատություն չուներ, նամազի ժամը գալիս էր, հեռախոսի վրա արազանամի անում էր, գնում էր սենյակ կար, աղոթում էր այնտեղ։ Ու մի անգամ մի հատ կին չգիտի որ այդ մարդը քրիստոնյա չի, բերել է մեծ Մարիամ Աստվածածնի նկարը որպես շնորհակալություն, կյանքը փրկել է։ Չէ, բայց այստեղ Մարիամ Աստվածածնի նկարը մահմեդականների համար լրիվ նույն ոնց որ մեզ մոտ, այսինքն տեսարան էլի շատ խելոք կանգնել գլխով անում շնորհակալություն, հա ու նկարը վերցնում։ Մարիամ Աստվածածին իրենց մեծագույն սրբուհին է, այսինքն իրենք մեզպես կարելի ասել ընդունում են Իսա մարգարեի մորը, ոչ մի խնդիր չկա։ Դու հասկացար ես ինչ եմ նկարագրում, տեսարանը որ օրինակ հա բանը մենք շատ խելոք sense ընդունում, ուզում եմ ասեմ իրանց մոտ ուրիշ բան է, որ իրենք ընդհանրապես պատկերներ չեն ընդունում, հա։ Հիմա իհարկե մենք Աստվածաշնչից գիտենք նաև Ղուկաս ավետարանչին, որը բժիշկ էր։ 4 ավետարաններից մեկը գրել է բժիշկ։ Ու այնքան հետաքրքիր է, որ հին հունարենով կարդում ես։ Օրինակ այնտեղ մի պատմություն կա։ Հունարենից մենակ գիրոս բառը գիտեմ։ Այսը ես ռիլ կկտրեմ։ Ուրեմն Ղուկասը երբ որ գրում է այդ հատվածը, մի հատված կա Աստվածաշնչում, որ Քրիստոս ասում է ավելի հեշտ ուխտը կմտնի ասեղի ծակով, քան հարուստը կմտնի երկնքի արքայություն։ Հիմա այդ ասեղ բառը տարբեր ավետարաններում հանդիպում է, բայց եթե մյուս ավետարաններում այնտեղ կար անելու ասեղը, հին հունարենում տարբեր բառ կա բժշկական ասեղի համար։ Ղուկասը բժշկական ասեղն է ասում։ Այսինքն Մարուքում միանգամից երևում է իր բժիշկ լինելը, չնայած այնտեղ ավելի լուրջ բաներ կան, երբ ինքը շատ բժշկական ճշգրտությամբ պատմում է Քրիստոսի չարչարանքների մասին։ Օրինակ, ավետարանում մի հատված կա, հենց Ղուկասի ավետարանում, որտեղ նկարագրվում է Քրիստոսի աղոթքը Գեթսեմանիում։ Այդ գիշեր Քրիստոս աղոթում է ու գիտի որ քնում է այդ պահին, մի քանի ժամ հետո իրեն ձերբակալելու են, լինելու է անքուն գիշեր, լինելու է սարսափելի տառապանք ու իր տառապանքների այդ սարսափելի ընթացքն է առաջիկայում Քրիստոս այդ լարվածությամբ աղոթում է, պատկերացնում եք ինչ լարվածություն է դա։ Ղուկասը գիտեք ոնց է ներկայացնում Քրիստոսի այդ աղոթքը։ Ասում է երբ աղոթում էր դեմքի վրա քրտինքը արյան կաթիլների նման հոսում էր։ Լարվածության ֆոնին բան ասում։ Գեմատիդրոզ են ասում բժշկության մեջ։ Գեմատիդրոզը արյուն հաստատ հին հունարենից արյուն բառն էլ գեմատոն արյունն է, հա։ Եվ տիդրոզը քրտինքն է։ Այդտեղից եկած ինչ որ ծանր հիվանդություն չէ ինքը, այդպեսի երևույթ է, երբ մազանոթներն են պայթում լարվածություն։ Ներգանգային կամ ներորովայնային ճնշում է բարձր։ Հիմա ինքը դա նկատել է եւ հետագայում դա հրեաների վրա են ֆաշիստները փորձարկել ու դա ուսումնասիրել։ Ես մի քանի հատ sense փիլիսոփական հարց եմ ուզում բարձրացնել բժշկության ու քրիստոնեության մասին։ Կար շատ հանրայիտ հայ բժիշկ Ջեք Գևորգյանը, իրան մարմնավորել է նույնիսկ Ալ Պաչինո ֆիլմերից մեկում, Ջեք Գևորգյանի բժիշկ մահն էր, ով մարդկանց տառապանքներին տալիս էր
մարմնական տառապանքներին տալիս էր ազատություն, էվտանազիան։ Այսինքն ստեղծել էր սարքավորում, որ մարդը ինքն իրան կարողանում էր ծանր հիվանդությունների պարագայում անբուժելի, երբ որ մարդը անտանելի ցավերի մեջ է, մարդը կարողանում էր ինքնասպան լինել, այդ ցավերից ազատվել։ Ես գիտեմ, ինքնասպանությունը դա այն եզակի մեղքերից է, որը նույնիսկ քաղաքություն չունի, որտեղ դու չես էլ հասցնում այդ մեղքդ սպանությունա, որը դու չես հասցնում նույնիսկ ապաշխարել այդ մեղքիդ համար, բայց ոնց է քրիստոնեությունը նայում այդ տեսանկյունը, ինչ որ արել է Ջեք Գևորգյանը երկար տարիներ։ Քրիստոնեության մեջ էվթանազիան ընդունված չէ, ընդունելի չէ։ Իհարկե կարծեմ թե մենք հստակ հայեցակարգ դեռևս շատ հստակ կանոն չունենք, բայց ամեն դեպքում հոգևորականները գոնե իրենց բոլոր հանրային ելույթներում բացասաբար են արձագանքել ու ոչ միայն Հայաստանում քրեորեն պատժելի է ինքը, տենց ասեմ, նաև դրսում, խոսքը կաթոլիկ ուղղափառ հոգևորականների մասին է, ուղղափառ եկեղեցին արդեն իսկ ունի էվթանազիան դատապարտող կանոններ։ Չենք ընդունում, մերժում ենք, ինչու, որովհետև մենք խոսում ենք մարդու հոգու փրկության մասին։ Ընդհանրապես ապրել մահը շատ կարևոր է։ Շատ սարսափելի, ես օրինակ ամենաշատը գիտեք ինչից եմ սարսափում։ Քնես չզարթնես։ Ինչ որ անկապ ու վարկենական մահից։ Իմ համար ամենամեծ սարսափը, որ ինձ հետ կարող է լինել, այն որ քայլում ես ընկնում ես մեքենայի տակ։ Թվում է թե դու ընդհանրապես պատրաստված չէիր մեռնելու։ Դու հազար ու մի հոգսերի, կենցաղի, անպատրաստ, չափաշխարած, առանց վերջին հաղորդություն ստանալու։ Այո, ես իմ այսպես երազանքն է, կարելի ասել ամենամեծ երազանքը, մեռնել դանդաղ, գիտակցված, պատրաստված, հաղորդություն ստանալ, ապաշխարել, անդրադառնալ, այդ ցավի մեջ իմ յուրաքանչյուր մեղքը հիշել, ապաշխարել, վերարժևորել կյանքս, հասկանալ լիքը բաներ։ Անշուշտ փրկվելը դժվար է։ Անշուշտ քո մեծ հավատի մասին է խոսքը, որովհետև դու գիտես, որ քո հավատ դու, այսինքն քո մոտ չկա նույնիսկ մի փոքր փշուր նրան կասկածի, որ դու այս կյանքից հետո էլի կյանք գոյություն ունի։ Դա համար դու այդ դանդաղ այդ ճանապարհն անցնելու պատրաստ ես։ Ինչ անում ենք, մենք քրիստոնյաներս հիմնական շեշտը դնում ենք այն կյանքի վրա։ Հիմա այդ կյանքը ես եմ ստեղծել։ Այդ կյանքն ինձ է պատկանում։ Ինձ ասված կյանք է տվել։ Ես էլ ապրում եմ մի իրականության մեջ, որ անդադար լինում են հրաշքներ։ Ես հավատում եմ, որ Աստված ծայրահեղ տառապանքի միջից մարդուն տվել է երկրորդ կյանքի հնարավորություն։ Ես ինչ իմանամ Աստված ինչ է նախատեսել ինձ համար։ Կարող ես հրաշքով բժշկվում եմ։ Մարդիկ տարիներ հետո կոմայից դուրս են գալիս։ Ով է որոշողը այդ մարդու, ասենք, սարքը անջատել ու այդ մարդուն զրկել կյանքի այն վերջին մի գծից, որ Աստված դեռևս տվել է։ Կամ ըստ մեզ մենք մարդու մասին ավելի շատ ենք մտածում, քան Աստված։ Եթե այդ տառապանքը այլևս իմաստ չունի, ըստ ձեզ Աստված ինքը չի կտրելու այդ թելը։ Եթե Աստված թողել է այդ մարդու վերջին զարկերակը։ Ուշադիր լսեք ինչ ասում, շատ լավ նախադասություն ես դու ասում։ Բոլոր այն պացիենտների համար, ովքեր ուզում են ինչ-որ կյանքի этаպում հանձնվեն, որոնք հրաժարվում են բուժումից, որոնք հրաժարվում են բուժումներից, վիրահատությունից կամ ինչ-որ բանից, ասում են, «Էլ չեմ դիմանում», այս մարդկանց մեզ ավելի շատ է սիրում, քան մենք ինքներս մեզ։ Ու եթե կոպիտ ասած քո ասածից դուրս է գալիս, եթե այդ մարդը մահանալու ուներ, ինքը կմահանար։ Աստված չէր երկարացնի, որ ինքը կարողանա ինչ-որ բժշկության ճանապարհ անցնի։ Այստեղ հարցը հետեւյալն է, ոչ թե Աստված երկարացնում է, որովհետև կամ կբժշկվի կամ չի բժշկվի, այլ ինքը դեռևս ժամանակ է ստանում, այ պատարակի ժամանակ մենք մեծ շատ հետաքրքիր աղոթք ունենք։ Քահանան, երբ որ պիտի բարձնա խորան, դեռևս ներքևում խորանի առաջ, հենց պատարակի սկզբում է։ Քահանան ասում է տացե ժամանակ ապաշխարելու։ Քահանան խնդրում է ապաշխարելու ժամանակ։ Այդ այնքան կարևոր բան է։ Վերջում է լինում հիմնականում, թե այդ ոչ թե հասկացա փողության կամ ընդհանրապես խնդրել Աստծուց, որ մեզ ժամանակ տա ապաշխարելու, որովհետև երբեմն դու մեղքերիդ մեջ սարսափելի խորացած ու մեկ էլ ժամանակ չի մնում քեզ ապաշխարության համար։
ուղակի մեկ էլ մեռնում ես ու հասկանում ես, որ չզղջացիր, չհատուցեցիր, չգիտակցեցիր, ներում չստացար։ Իսկ հիմա պատկերացրեք, մարդը ստանում է ժամանակ, որ իր յուրաքանչյուր մեղքի համար անկեղծ սրտով անցնի գիտակցության, զղջման, հատուցման ճանապարհով։ Մենք այդ հիվանդության մեջ գիտեք ինչքան բան ենք վերարժևորում։ Իրոք ատամդ ցավում է, սկսում ես կյանքին ուրիշ աչքերով նայել։ Միանշանակ, ես մի հատ հիվանդ ունեի, այդ իր արտահայտությունից արդինատոր եմ սովորել տարիներ Ռուսաստանում, մի հատ արտահայտություն հենց արեց, որ շոկի մեջ է, շատ հարուստ անձնավորություններ, չափից դուրս հարուստ անձնավորություններ, միզակապություն ուներ, պատրաստում էր վիրահատության, պարկացա պալատում, ինքն էլ հայ էր։ Ու ինձ էին կցել իրան որպես որ շփումը հեշտ լինի բանման, շրջում եմ հետա, ասում եմ Դավիթ ջան, հենց հիմա հարստությանս կեսը կտամ, գնամ միայն զուգարան ազատ միզեմ։ Իրա մոտ, ասենք, իր այդ հարստություն, տներ, բիզնեսներ, ման ինքը կփոխարիներ ընդամենը մի հատ ազատ միզարձակման հետ, որովհետև ումա պետք է ամեն ինչը եթե կա, եթե դու քո տարական բնական բնազդաբար ֆունկցիան որ պետքա միզապարկը դատարակես, ինքը փչացած է կամո, չի աշխատում։ Քանի որ արդեն խոսեցինք այդ հատվածից, ասեղի ծակի։ Այդտեղ մի քիչ հետաքրքիր օրինակ կա։ Քրիստոս ինչ է ասում, ասում է ավելի հեշտ ուխտը կմտնի ասեղի ծակով, քան հարուստը կմտնի երկնքի արքայություն, այսինքն հարուստի երկնքի արքայություն մտնելը չի բացառվում։ Այստեղ խոսում է շատ բարդ լինելու մասին։ Հիմա երբ որ ասում եմ չի բացառվում, մարդիկ ասում են լավ, տեղ-տեղ էլ սխալ է թարգմանած գրածը, պարանը կմտնի ասեղի ծակով։ Սխալ թարգմանություն է։ Այդ հունարեն բառերը շատ նման են, պարան եւ ուխտ, նույնախույն բառեր են, մտածել են լավ ուխտն ու ասեղի ծակը ինչ կապ ունի, երևի պարանը ասում, բայց իրականում ուխտն ու ասեղի ծակը շատ կարևոր կապ ունեն։ Ասեղի ծակը փոքր է, ուխտը մեծ է, այդ բանով։ Չէ, ասեղի ծակը Երուսաղեմի դարպասներից մեկն է։ Կոչվում էր ասեղի ծակ։ Անունն է դարպասի։ Շատ փոքր դարպաս էր։ Ու քանի որ գիշերը պետքա քաղաքի բոլոր դարպասները փակվեին անվտանգության նպատակներով, բայց մի հատ ուխտերի քարավան կար, որ շատ ուշ էր գալիս, դե անապատից մինչև գալիս հասնում էին քաղաք, մութը ընկնում էր։ Բոլոր դռները ինչ պիտի անեն։ Մինչև համոզեին իրան որ թողեին։ Պիտի մի հատ շատ փոքրիկ դուռ թողնեին, որ ուխտերը մտնեին, բայց այստեղ մեծ շատ կարևոր հանգամանք կա, եթե դու կերած, խմած գեր ուխտ ես, դու ասեղի ծակով չես մտնի։ Հիմա որպեսի ուխտը մտներ ասեղի ծակով, իրանց շատ զիգ կապում էին, շատ նիհարացնում էին, հյուծում էին, ու այդ ուխտը շատ տառապանքների միջով էր անցնում, որպեսի կարողանար մտնել ասեղի ծակով։ Հիմա Քրիստոս ասում է, տեսնում եք, այս ուխտերը ոնց են տանջվում, ոնց են տառապում, որ ասեղի ծակով մտնեն։ Հիմա այս ուխտերի չարչարանք ավելի հեշտ է, քան այն հարուստի չարչարանքը, որը պիտի մտնի երկնքի արքայություն։ Հեշտ է փրկվել աղքատին։ Աղքատը լիքը մեղքեր չի գործում, որովհետև չի կարող։ Հարուստի փրկությունը շատ ավելի դժվար է։ Երբ դու կարող ես դա անել ու չես անում, որովհետև քրիստոնյա ես։ Հիմա այս կամքի ուժի մասին էլ է շատ։ Ու նաև նրա մասին է, որ երբ որ մենք ընկնում ենք նեղության մեջ, այդ նեղությունը երբեմն մեզ բերում է այնպիսի հոգեվիճակի, այնպիսի առաքինության, մենք սկսում ենք մեղքեր չգործել, այո, որովհետև մենք ուղղակի չենք կարող, ու այդ վիճակի մեջ մենք սկսում ենք նաև իրոք գիտակցել, թե մենք ինչեր ենք արել, կյանքին նայել տառապող մարդու աչքերով, աղքատ մարդու աչքերով, ցավի մեջ ապրող, տանջվող մարդու աչքերով, լցվում ենք գթասրտությամբ, հասկանում ենք լիքը բան, հասկանում ենք ուրիշ մարդկանց, մտնում ենք ուրիշ մարդկանց դրության մեջ, պարար թողա փրկվելու համար։ Փրկվի էլի։ Ինչ ես ինքնասպանություն գործում։ Հայկական եկեղեցում այդ հետաքրքիր կար, հետո ես տեսա, որ աշխարհում տարբեր տեղերում կա, երբ որ գիրք է լինում, որտեղ պացիենտը, ուզում ասեմ, մարդը գրում է, թե բժշկության աղոթքի համար, որ պատարակի ժամանակ քահանան հնչեցնի, ինքը ոնց այդ կարգը կատարվում, այստեղ արդեն անցնենք են քո գրքի բաներով, էլի, հայկական եկեղեցու ծիսակարգի տարբեր մենք պատարակի ժամանակ այո ունենք երկու հատված, քահանան աղոթում է մահացածների համար եւ վատառողջ հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Սովորաբար հիմա եկեղեցիներում տպագրում են բժշկության աղոթքված թղթեր, եթե չկա սովորական թղթի վրա գրում են անուն ազգանուն, դնում են բժշկության աղոթք, անուն ազգանուն դնում են խորանին։ Քահանան վերցնում է պատարակի ժամանակ անուն հական է անվան է աղոթում է այդ մարդկանց համար։ Մենք ունենք նաև այսպիսի մի հետաքրքիր կարգ, որ պատարակից հետո շուրջառը
քահանան գցում է հավատացյալների գլխին, մտնում են շուրջարի տակ, դառնում Չեմ տեսել կյանքում։ հա, Ամենտեղ չի լինում երևի, հա։ Հաճախ լինում է իրականում, քահանան հանում է շուրջարը, զգեստը, որ շատ մեծ զգեստ էինք։ Հա։ Ես գցում է հավատացյալների վրա, բոլորը մտնում են շուրջարի տակ, որը խորհրդանշում է օրհնությունը, մեկ օրհնության տակ միաբան լինելը, ու քահանան հենց շուրջարի վրա կարդում է բժշկության աղոթք։ Մենք ունենք ֆանտաստիկ մի աղոթք, Փարատիա։ Փարատիր իմ ցավերը եւ բժշկիր հիվանդությունները Տեր Աստված բժշկության աղոթք։ Դա մեր աղոթքներից է։ Նու հայկական եկեղեցու։ Հայկական եկեղեցու կանոնական բժշկության աղոթքը Փարատիա աղոթքն է։ Ես կարող եմ այդ աղոթքի տեքստը տալ, մենք նկարագրության մեջ տեղադրենք իրականում։ Շնորհակալ կլինենք։ Կոչվում է Փարատիա, ես գրաբար աշխարհաբար կտամ, ընդհանրապես բոլոր բժշկության ծիսակատարությունների ժամանակ քահանան կարդում է Փարատիա աղոթքը, կոչվում է Փարատիր առաջին բառով, հա, Փարատիր հիվանդությունները եւ բժշկիր Տեր Աստված մեր, շատ հետաքրքիր բժշկիր ցավերը Տեր Աստված մեր, շատ հետաքրքիր աղոթք է, շատ խորը, շատ յուրահատուկ։ Հենց այդ աղոթքի ուժը ինքը հենց այդ մենք բժշկությունը մինչև հիմա մարդու ուղեղի մինչև վերջ չի հասկացել, այսինքն թե ոնց է աշխատում մարդու ուղեղը։ Հա հիմա կոմենտներում լիքը կհայտնում են գրել լավ էլ հասկացել են, գիտենք անատոմիա, ֆիզիոլոգիա, բայց չէ, մարդու ուղեղի հնարավորությունը մենք չենք հասկացել։ Ու ինձ թվում է աղոթքը, մեդիտացիան ու օրինակ, չգիտեմ, նամազը եւ այլ բոլոր հոգեվոր պրակտիկաները որ կան, իրանք հենց նպաստում են նրա, որ մարդկանց ուղեղի ինչ որ ֆունկցիաներ իրանք սկսում են ակտիվանալ ի հաշիվ նրա, որ ուղեղը սկսում է մաքրվել հենց այդ շլակներից։ Մենք դա անում ենք աղոթքի միջոցով, հատուկ բառեր հնչեցնելով, հատուկ տոնայնությամբ, եւ եթե մարդը տրամադրված է հենց աղոթքին, օրինակ 1-1 ես պատարակ գնալ չեմ ուզում։ Կիրակի առավոտը չեմ ուզում գնամ պատարակ, թող զարթնում եմ, գիտեմ ժամը 11-ին պիտի գնամ, ժամը 1-ին հետ գամ, բայց ծանր գիշեր եմ ունեցել, չգիտեմ, չեմ գնում։ Ինքը ինձ թվում է պիտի պարտադրողաբար էլ չլինի, էլի այդ բան, որտեղ ես այդ մի րոպե, երբ որ մենք մարմնի մասին ենք խոսում, տրինաժորի մասին ենք խոսում, մենք այնտեղ հասկանում ենք, որ եթե դու գնում ես, մի օր գնում ես 10 օր չես գնում, հավեսը, եթե ես հավեսով գնամ մարզասրահ, ես երբեք մարզասրահ չեմ գնա, որովհետև այդտեղ հավես, շատ հավեսա քնելը մինչև ճաշ։ Պատարակին գնալ ժամը 11-ին նայել թե 11:30, լավ է, այս աղոթքն է, կարգապահությունը բերում է շնորհի։ Կարգապահությունը պիտի լինի։ Այսինքն, այնպես ինչպես կարգապահությունը մեր մարմնի համար բերում է արդյունքի, այդպես էլ հոգու համար կարգապահությունը բերում է արդյունքի։ Բայց այդ ժամանակ ის հոգևոր տրամադրությունն էլ է, չէ՞, որ օրինակ դու այդ աղոթքի մեջ ունես, ոչ թե այդ մասը տենց է։ Շատ հաճախ ու գրեթե միշտ այդ հոգևոր տրամադրությունը մանանա չի, որ ընկնի գլխիդ երկնքից, քո բերած օրինակով։ Այդ հոգևոր ապրումը գալիս է կարգապահությունից։ Իսկ այն հոգևոր ապրումը, որը պահի տակ եկավ, ինքը պահի տակ էլ կկորի կգնա։ Ինքը նույն այդ մոտիվացիան է։ Մոտիվացիան անկապ բան է։ Սպասի, գրողի տարած մոտիվացիան։ Անկապ բան է ինքը։ Եթե դու բիզնեսդ կամ հոգևոր կյանքդ կամ ոդքասթդ անես մոտիվացիայով, հա դե օրինակ այսօր այս շոքին ես եթե մոտիվացիան եք զանգի կասի Թոմ ջան հիվանդեմ չեք նկարում։ Ես էլ չէի գա, մանավանդ այս շոքին ես հագուստով, էլի հաստատ չէի գա։ Շատ շոկ է։ Կհրավիրեի քեզ իմ տուն սուրճ խմելու, սառը մեղքեր մի գործեք, իսկ դու դժոխում սրանից մի քիչ ավելի շոկա լինելու։ Բայց կա կարգապահություն, ես խոսք էի տվել։ Դե հենց այդ է։ Մենք մեր մկրտությամբ Աստծուն խոսք ենք տվել։ Եվ այդ կարգապահությունը ինչպես մարմնական կյանքում է կարևոր, այդպես էլ հոգևոր կյանքում, այդպես էլ մտավոր կյանքում է կարևոր։ Հետևաբար մենք պետքա քիչ-քիչ մարզվենք հոգևոր կյանքի, չէ՞ թե լրիվ նույն մեխանիկա է։ Հիմա գնում եմ սպորտզալ, տրինաժոր, ես հասկանում եմ, որ լրիվ նույն ձևաչափն է, լրիվ նույն կարգապահությունն ու լրիվ նույն արդյունքն է, լրիվ նույն տրամաբանությունն է, եթե կուզես, բայց պետք չէ աղոթքը համեմատել նամազի ու մեդիտացիայի հետ, լրիվ տարբեր բաներ են։ Լրիվ տարբեր։ Մեդիտացիան չմտածելու մասին է, աղոթքը մտածելու մասին է։ Նամազի մեջ կապ չունի, դու նամազը անելուց միտքդ urեր ինչ էր, մեխանիկական աշխատանք ես անում։ Ու երբ որ դու այդ գործողությունը մեխանիկական անում ես, դա ընդունելի է, մեզ մոտ այդպես չի։ Դու կարող ես օրը 1000 անգամ աղոթք անել ու դա ունենա 0 բովանդակություն։ 0 բովանդակություն։ Բանը կա, չէ՞ այդ հայտնի առակը կա, որ նույնիսկ ռուսները դա էկրանավորել են փոքրիկ ֆիլմի նման, որտեղ ինչ որ մի կղզում վանականները աղոթք են անում Տրոե вас, Տրոե нас, Господи, помилуй нас։ 3 աղբեր են լինում։ Եպիսկոպոսը գնում է այդ հայր մերնա սովորեցնում եւ այլն եւ այլն։
ասում է պիտի այսպես աղոթեք, հայր մեր, որ հերքինս է, Սուրբ Եղիցի անուն քո, շատ կիրթ է աղոթքը։ Սովորեցնում նստում են ավ գնում են, մեկ էլ տեսնում ես նրանք ջրի վրայով վազելով գոռում են աղոթքը մոռացանք, մի հատ է կրկնի բան ասում է, ես այսքան աղոթքներ գիտեմ, բայց ջրի վրայով չեմ կարող, ոնց գիտեք այդպես աղոթեք, այսինքն երբեմն ընդամենը մի Տեր ողորմյան, այո, ավելի ուժեղ է։ Ես սենց ասեմ, հայր մերը ինքը Աստվածաշնչում նոր կտակարանում հենց Հիսուս Քրիստոս ուրիշ աղոթք չի սովորացնում, չէ՞, նոր կտակարանում հենց իր թողած հայր մերն է Մատթեոսի Սարի վրա քարոզի։ Դե իհարկե Քրիստոս նաև սովորեցնում է մեզ սաղմոսներ կարդալ, այսինքն Քրիստոս մշտապես կարդում էր սաղմոսներ, Քրիստոս օգտագործում էր սաղմոսները իր աղոթական կյանքում։ Բայց իր թողած աղոթներից հենց հայր մերն է, որ ինքը թողել է։ Դե հա, ինքը ընդհանրապես ոչ թե աղոթք է տվել, այլ աղոթքի բանաձև։ Բանաձև, հա, որովհետև ինքը ընդգրկում է ոնց որ կյանքի բոլոր ասպեկտները, որ հայր մերը վերլուծում ես, որ երկին է Սուրբ Եղիցի անուն քո, փառավորեցիր Աստծուն, եկես ցարքայություն քո, Եղիցի կամքո, որպես երկինս երկի զահաց մեր հանապազոր տուր մեզ այսօր մեզ։ Այսպես չի լինի, հիմա մեր գրաբարը այդ նույնն է լատինատար գրեիր։ Հա, ինչ զահաց։ Բայց չգիտեմ դե հիմա։ Այս բա կտրեգլով աչետոմնա։ Ահա։ Մենք նախ պետք է հարգանք ունենանք, ես ասում եմ որպես հայ, ոչ թե որպես քրիստոնյա։ Մենք պիտի Меня этому никто не учил։ Նախանձախնդիր լինենք գրաբարի նկատմամբ։ Հիմա ճիշտ ասա։ Փորձենք գրաբարը պահպանել, հա, ճիշտ պահպանել։ Ըզհաց, այսինքն եթե բաղաձայն է, բաղաձայնից առաջ մեր զնաղդիրը ընթերցում է ըզ։ Այս հաց մեր հանապազոր տուր մեզ այսօր, ահա։ Երբ որ ի նաղդիրն է, ի նաղդիրից հետո ձայնավոր է գալիս, ի նաղդիրը դառնում է ය, բայց կարդացում է հ, հետևաբար հերկինս։ Հերկինս։ Հիմա երբ որ դու գնում ես պատարակի անդադար լսում ես աղոթքը հայր մերը, ճիշտ։ Այ որ առավոտյան արտանում ես հավես ինչ ես նայում, այլ գնում ես պատարակի անկախ ամեն ինչից, քիչ հայր մերը ճիշտ սովորում ես։ Նա եկած։ Էլ չես ասում զահաց։ Հա, բայց սա իհարկե էլի եմ ասում, այնպես չի որ զահաց ասելով աղոթքը չի լսվելու։ Կարող է զահաց ասողի աղոթքը ասված ավելի լավ լսի, որովհետև այդ մարդու սիրտը ավելի ճիշտ ձևով է, քան ես ըսհաց ասեմ, բայց կեղտոտ սրտով։ Մեզ ասում են որ մեր ժամանակը արդեն չգիտես ինչի սպառվում է։ Շատ արագ անցավ։ Շատ մի ժամից շատ անցել է արդեն, ասեմ։ Սենց մի հատ հարց, մենք ավանդական հարց ունենք 3 գիրք, որ խորհուրդ ենք տալիս կարդալու, խնդրում եմ Աստվածաշունչը չառաջարկես, որովհետև դա համընդհանուր աշխարհի ամենակարդացված գրքերից մեկն է։ Ուզում ասես այն գրքերը բացի Աստվածաշնչից, որ քո համար այդպես մեծ նշանակություն ունեցել, տեգուզ անվանումները։ Ահա։ Օրվելի 1984-ը։ Շատ ֆանտաստիկ։ Բուլգակովի Собачье сердце, շանսիրտը։ Եվ Հովան Ոսկեբերան, Սուրբ Հովան Ոսկեբերանի քարոզները։ Այդ ես չեմ կարդացել անպայման կնվիրես գիրքը կարդում ունես։ Պայմանավորվեցին։ Չգիտեմ գրախանութներում կլինի թե չէ։ Կլինի։ Դե ում կվերցնենք եւ կարդանք։ Այսօրվա մեր հյուրը իմ լավ ընկեր, պրոդյուսեր Աստվածաբան, ասում եմ, գիտես չէ, կարող աշխարհում մենակ դու ես։ Ասենք 8 միլիարդի մեջ պրոդյուսեր Աստվածաբան, դու ես կարող Վատիկանում մի հոգել տենց։ Պրոդյուսեր Աստվածաբան, իմ լավ ընկեր, ինֆլուենսեր Թովմաս Առաքելյանն է, կարդացեք Թովմասի ճանապարհ գիրքը, սեպտեմբերին նույնպես կարող եք արշավների չէ մասնակցել։ Այո, մենք հիմա վերև ուխտագնացությունները ակտիվորեն անում ենք ուխտագնացություններ դեպի արևմտյան Հայաստան եւ առաջարկում ենք, որ մարդիկ գան եւ արևմտյան Հայաստանը իմանան, ճանաչեն, սերտեն։ Տեսեք, դարեր շարունակ հրեաները ոնց էին ճանաչում Երուսաղեմը եւ ճիշտ պահին ոնց կարողացան վերադարձնել։ Այն մենք պիտի արևմտյան Հայաստանը փայլուն իմանանք։ Ամեն ամիս մենք գնում ենք արևմտյան Հայաստան։ Ես կգամ։ Ես կգամ միշտ ուզեցել եմ, ցանկացել եմ լինեմ արևմտյան Հայաստանում։ Դե ինչ, բաժանորդագրվեք բոլորից, լիքը լավ կոմենտներ դրեք, աղոթեք, բաց մի թողեք պատարակները ու հավատացեք, հուսացեք, որ այս կյանքից հետո նույնպես կյանք կա։ Պակա։